Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ է Նանի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Էստոնիայում է, որտեղ կայացել է նրա հանդիպումը այդ երկրի նախագահ Ալար Կարիսի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է նաև Էստոնիայի արտաքին գործերի նախարարին։ Վարչապետը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կատարած աշխատանքային այցի ընթացքում մասնակցել է Համաշխարհային անվտանգություն ֆորումին։ Հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին։ Այսօր առավոտյան Մասուդ Փեզեշքյանը ժամանել է Ադրբեջան, որտեղ Ալիևի հետ գործակցության մի քանի համաձայնագրեր է կնքել։ Ճիշտ է, Իրանի նախագահը կարճ ժամանակով էր Բաքվում, բայց խոստացել է կրկին այցելել, ինչպես ինքն է ասել, իր եղբորը Իլհամ Ալիևին։ Իսկ Բաքու այցի նախօրեին Իրանի նախագահը հարցազրույց է տվել ադրբեջանական պետական հեռուստաալիքին եւ անդրադարձել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև գոյություն ունեցող խնդիրներին։ Նա նշել է, որ երկարաժամկետ խաղաղություն հնարավոր է միայն կողմերի միջև փոխադարձ հարգանքի ու վստահության պայմաններում։ Հնդկաստան-Պակիստան լարվածությունը չի թուլանում։ Գիշերը սահմանին զինված ուժերի միջև կրկին փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Զոհվել է Հնդկաստանի 25 քաղաքացի եւ 1 նեպալցի։ Կողմերը շարունակում են միմյանց պատերազմով սպառնալ, այն էլ միջուկային։ Թեմայի վերաբերյալ փաստերը համադրել է Այդա Կիրակոսյանը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթանակի 80-ամյակի օրերին Ուկրաինայի հետ պատերազմում հրադադար է հայտարարել, որը կգործի մայիսի 8-ի կեսգիշերից մինչև մայիսի 11-ի կեսգիշեր, օրվա միջազգային անցուդարձը։ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Էստոնիայում է, որտեղ կայացել է նրա հանդիպումը այդ երկրի նախագահ Ալար Կարիսի հետ։ Էստոնիայի նախագահը համոզմունք է հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։ Զրուցակիցները բացի երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերից անդրադարձել են նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման եւ գործակցության ընդլայնման շուրջ։ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Սաքնանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր, կարևորելով քաղաքական, տնտեսական եւ միջմշակութային գործակցության զարգացման հեռանկարները։ Զրուցակիցները անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Կողմերը շեշտել են խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության եւ կայունության ապահովման տեսանկյունից։ Փաշինյանը արդեն հանդիպել է նաև հայ համայնքի ներկայացուցիչներին։ Վարչապետն անդրադարձել է Էստոնիայից ընթացքում քննարկվելիք թեմաներին, երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին։ Երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են տարածաշրջանային գործընթացներին, Հայաստանի կառավարության խաղաղության օրակարգին, առաջնահերթություններին, Հայաստանի զարգացմանը միտված ծրագրերին եւ նախաձեռնություններին։ Փաշինյանը ներկայացրել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անդրադարձել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարման հնարավորություններին։ Փաշինյանն այցելել է նաև Տալինում գտնվող կոմունիզմի զոհերի հուշահամալիր։ Վարչապետին ուղեկցել է Էստոնիայի պատմական հիշողության ինստիտուտի խորհրդի անդամ Մարտին Անդրելերը, որը ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը եւ խորհրդանշական նշանակությունը։ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել հուշապատի մոտ հարգանքի տուրք մատուցելով կոմունիզմի զոհերի հիշատակին։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կատարած աշխատանքային այցի ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով մասնակցել է Համաշխարհային անվտանգություն ֆորումին, հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին։ Նա խոսել է նաև կառավարության կողմից առաջ քաշված խաղաղության խաչմերուկ նախագծի մասին, որպես կարևոր տնտեսական նախաձեռնություն ուղղված Հարավային Կովկասում կայուն եւ հարատև խաղաղություն հաստատելուն, անդրադարձել Հայաստանի էներգետիկ անվտանգությանը եւ դրա բազմազանեցման կարևորությանը։ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է եւ մենք հարգում ենք այդ փաստը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը, որը Բաքու է ժամանել այսօր առավոտյան։ Նա նշել է, թե իր այցը ուղղված է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը։ Իրանի նախագահը նշել է, որ իր այցը պլանավորվածից կարճ է տևելու, նա ստիպված է շուտ վերադառնալ Բանդար Աբաս քաղաքի նավահանգստում հզոր պայթյունի հետևանքով առաջացած իրավիճակը վերահսկելու համար։ Չնայած այցը անցնում է արագացված ձևաչափով, սակայն Փեզեշքյանն ու Ալիևը հասցրել են գործակցության մի քանի համաձայնագրեր կնքել, որոնք վերաբերում են երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների զարգացմանը, տնտեսության
տնտեսության, այդ թվում տրանսպորտի ու էներգետիկայի ոլորտներում։ Նաև մշակութային կապերի սերտացմանը։ Ճիշտ է, Իրանի նախագահը կարճ ժամանակով է Բաքվում, բայց խոստանում է կրկին այցելել, ինչպես ինքն է ասել, իր եղբորը Իլհամ Ալիևին։ Իսկ Բաքուացի նախորդին Իրանի նախագահը հարցազրույց է տվել ադրբեջանական պետական հեռուստաալիքին, որում նաև անդրադարձել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև գոյություն ունեցող խնդիրներին եւ նշել, որ երկարաժամկետ խաղաղություն հնարավոր է միայն կողմերի միջև փոխադարձ հարգանքի եւ վստահության պայմաններում։ Փեզեշքյանը կարևորել է երկրների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը, նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը միջազգային իրավունքի շրջանակում։ Իրանը կառուցում է երթուղի, որի միջոցով Ադրբեջանը կկարողանա կապ հաստատել Նախիջևանի հետ Իրանի տարածքով։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Ադրբեջանի պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում, շեշտելով, այս նախագիծը միտված է ոչ միայն տնտեսական շահերին, այլև տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Իրանի նախագահը վստահեցրել է, Իրանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում երկխոսությանը, առանց որևէ կողմի տարածքային ամբողջականությունը խախտելու։ Հակամարտությունը սկսվում է այն ժամանակ, երբ մի կողմը ցանկանում է գրավել մյուսի տարածքը կամ տարածքները։ Բոլորը պետք է հարգեն տարածքային ամբողջականությունը։ Մենք պետք է հարգենք այդ սկզբունքը։ Մենք միշտ պաշտպանել ենք Ադրբեջանի իրավունքները եւ բնականաբար պաշտպանում ենք նաեւ Հայաստանի իրավունքները։ Դա այնն է, ինչ մենք կփորձենք անել, որպեսզի երկու կողմերը հաստատեն խաղաղություն, կառուցեն բարիդրացիական հարաբերություններ։ Նախագահ Փեզեշքյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը, նշելով, որ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև ճանապարհային կապի հաստատման հարցում արդեն կան պայմանավորվածություններ եւ Իրանի տարածքով այդ հաղորդակցությունն իրականացնելու ուղղությամբ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Այսօր մեր օգնությունն այն է, որ մենք նախաձեռնություն ենք ցուցաբերել Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի միջև ցամաքային կապ ստեղծելու հարցում։ Նախագիծը շատ շուտով կիրականացվի։ Իրանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի միջև ցամաքային կապ ստեղծելու հարցում որևէ խնդիր չի լինի։ Մենք Իրանը համարում ենք ադրբեջանցիների համար երկրորդ հայրենիք։ Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով ճանապարհի գործարկմանը, ապա նրա խոսքով իրանական կողմը կարծում է, որ խնդիր չի լինի, եթե այն չխախտի Հայաստանի միջազգային իրավունքներն ու տարածքային ամբողջականությունը։ Փեզեշքյանը նաև ասել է, որ իրականացնում են ցամաքային ճանապարհների վերանորոգման եւ վերականգնման նախագծեր։ Նմանատիպ աշխատանքներ են տարվում նաև Աստարայում։ Այս հաղորդակցությունները կարող են ամրապնդել մեր երկրի եւ Ադրբեջանի միջև առևտրային կապերը։ Երկրորդ, Ադրբեջանը կարող է միավորող դեր խաղալ Իրանի եւ Ռուսաստանի միջև հաղորդակցության եւ բեռնափոխադրումների գործում։ Ադրբեջանն ինքը կկարողանա օգտագործել Իրանի եւ Պարսից ծոցի ներուժը Իրանի տարածքով փոխադրումներ իրականացնելու համար։ Իրանի նախագահը բարձր է գնահատել Իրանի եւ Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունները։ Մենք բարեկամ ժողովուրդներ ենք, իսկ նմանատիպ այցելությունները նպաստում են կապերի ել ավելի ամրապնդմանը։ Մենք կարող ենք օգնել միմյանց եւ մեր ժողովուրդների համար ստեղծել հանգիստ ու բարեկեցիկ կյանք։ Հենց այդ նպատակով էլ բացվում են նոր ճանապարհներ, որոնք կհեշտացնեն փոխադարձ ուղևորությունները։ Նա նաև ընդգծել է կրթական, գիտական եւ մշակութային գործակցության կարևորությունը, հիշեցնելով, որ երկարաժամկետ խաղաղ հարաբերությունների հիմքը ժողովուրդների միջև փոխվստահությունն է։ Փեզեշքյանը նշել է, որ Ադրբեջանը եւ Իրանը որպես հարևաններ կարող են մեծ օգուտ ցուցաբերել միմյանց եւ զարգացնել երկու երկրների միջև գործակցությունը տարբեր ոլորտներում։ Իդեպ, ըստ որոշ դիտորդների, ASTV հեռարձակման մեջ Փեզեշքյանի որոշ արտահայտություններ մասնակիորեն են ներկայացվել կամ թարգմանվել փոփոխված տարբերակով։ Իրանական կողմը ադրբեջանական կողմին մեղադրել է հարցազրույցն ամբողջական չթարգմանելու համար։ Իդեպ Մասուդ Փեզեշքյանն արդեն ժամանել է Բաքու, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ։ Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ավելի վաղ նշել էր, որ Իրано-ադրբեջանական կապերի ընդլայնման ֆոնին այցի ընթացքում կարևոր հանդիպումներ են նախատեսված։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Իրանի հարավում գտնվող Բենդեր Աբասի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը անփութություն է։ Հայտարարել են Իրանի ներքին գործերի նախարարությունում, նշելով խախտվել են անվտանգության կանոնները։ Հետաքննությունն անցկացնելու համար հանձնաժողով է ստեղծվել, մեղավորները ձերբակալվել են։ Հստակեցրել են գերատեսչությունում, տեղեկացնելով, որ հետաքննությունը շարունակվում է։ Իրնան տեղեկացրել է, որ նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 46-ի, վիրավորներինը 1072-ի։ Գործակալության
տվյալներով 138 մարդ հիվանդանոցում է։ Պայթյունը տեղի էր ունեցել ապրիլի 26-ին։ Պայթյունի հետևանքով վնասվել էին Բանդար Աբասի արևմտյան մասում գտնվող որոշ արդյունաբերական գործարաններ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել էր Իրանին։ Այսօր Իրանում համազգային սգի օր է հայտարարված։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մայիսի 8-ին կայցելի Ադրբեջան, այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ Նեթանյահուն հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահի, նաև այդ երկրի հրեական համայնքի ներկայացուցիչների հետ, այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ավելի վաղ հաղորդվել էր Իսրայելի հետ լարված հարաբերություններ ունեցող Թուրքիայի նախագահ Էրդողանի մայիսին Բաքու նախատեսված այցի մասին։ Հնդկաստան-Պակիստան լարվածությունը չի թուլանում։ Գիշերը սահմանին զինված ուժերի միջև կրկին փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին զինված մարդիկ ահաբեկչություն են իրականացրել զբոսաշրջային հայտնի Պահալգամ քաղաքում։ Զոհվել է Հնդկաստանի 25 քաղաքացի և 1 նեպալցի։ Հարձակվողներին հաջողվել է թաքնվել։ Հնդկաստանը տեղի ունեցածի համար Պակիստանին է մեղադրում։ Կողմերը իրար սպառնում են պատերազմով, այն էլ միջուկային։ Այդա իրավիճակը Ջամում և Քաշմիրում շարունակում է ծայրահեղ լարված մնալ արդեն մի քանի օր է, ինչ զարգացումներ կան այս մասով։ Գիտենք, որ ահաբեկչությունից անմիջապես հետո Հնդկաստանը շատ կտրուկ գործողություններ ձեռնարկեց, ինչպես նշեցիր, միանգամից ուղիղ սլաքները մեղադրանքների ուղղեց Պակիստան, որից հետո ամենակարևորը կասեցրեց ջրամատակարարման համաձայնագիրը և խոստացավ անապատի վերածել ուղղակի Պակիստանը։ Բացի այդ, փակեց ցամաքային սահմանի միակ անցակետը, զրկեց վիզաներից Պակիստանի քաղաքացիներին և ընդհանրապես այնպիսի համաձայնագրերից հրաժարվեց, որոնք տարիներ շարունակ գործել էին բոլոր հնարավոր պատերազմների ընթացքում։ Պակիստանից էլ հայտնեցին, որ եթե այս սպառնալիքները մի օր իսկապես իրականություն դառնան, հատկապես ջրամատակարարման հետ կապված, այս լարվածությունը և այս կոնֆլիկտը կարող է վերածվել, ինչպես նշեցիր, միջուկային պատերազմի։ Վերջին օրերին էլ այո, տեսնում ենք, որ սահմանային հատվածներում փոխհրաձգություններ են տեղի ունենում։ Վերջին դեպքը, այո, գիշերն է տեղի ունեցել, կրկին Հնդկաստանը մեղադրում է Պակիստանին փոխհրաձգության մեջ և հակառակը, ինչպես սովորաբար լինում է օրինակ հայ-ադրբեջանական սահմանին։ Հնդկաստանի հետախուզական ծառայություններն ի դեպ նշում են, որ Պակիստանը նոր ահաբեկչության է պատրաստվում, ընդ որում կրկին թիրախում լինելու են զբոսաշրջիկները և զբոսաշրջային հատվածները տարբեր քաղաքների, բայց հետաքրքիր է, որ նոր թիրախներ ևս հստակեցրել են Հնդկաստանի հետախուզական ծառայությունները, այդ թվում թիրախը որպես այդպիսին կարող են լինել ոստիկանության աշխատակիցները, որքան էլ զարմանալի է Քաշմիրի ուսուցիչները և քահանաները և տարբեր ենթակառուցվածքների աշխատակիցներ, այդ թվում օրինակ երկաթգծի անձնակազմը կամ երկաթուղային մյուս աշխատակիցները։ Մամուլը գրում էր, որ երկու կողմն էլ զորքերը սահմանային հատվածում բերել են բարձր պատրաստվածության մակարդակի։ Հատուկ գործողություններ իրականացնելու մասին տեղեկություններ կան։ Այո, Հնդկաստանը դեռ ապրիլի 24-ին սկսեց օդային և ծովային զորավարժություններ բավականին լայնածավալ, որոնք ի դեպ վերլուծաբանների կարծիքով իսկապես կարող էին լայնամասշտաբ պատերազմի համար հիմք հանդիսանալ։ Հականավային հրթիռների փորձարկումներն ի դեպ շարունակվել են նույնիսկ վերջին օրերին և Հնդկաստանից հստակ հայտարարում են, որ իրենք այս զորավարժություններով ուզում են հասկանալ անձնակազմի պատրաստվածության աստիճանը գերճշգրիտ հարվածներ հասցնելու առումով, բայց էլ ավելի հետաքրքիր է այս թեմայում ռազմական մատակարարումները այն երկրներից, ինչպիսիք են օրինակ Թուրքիան, Իսրայելը, Միացյալ Նահանգները և Չինաստանը։ Ինչպես նախորդ թողարկման ժամանակ քննարկեցինք, բնականաբար տարածաշրջանի երկրները և ոչ միայն տարածաշրջանի երկրները, ընդհանրապես այս հակամարտության կողմերով հետաքրքրված երկրները պիտի սկսեն իրենց ձեռքերը տաքացնել այս հակամարտության վրա և չուշացան արձագանքները։ Թուրքական աղբյուրները հայտնում են, որ Անկարայից արդեն 6 ռազմական բեռնափոխադրող օդանավ է վայրէջք կատարել Իսլամաբադում, կարծեմ, Պակիստանում ամեն դեպքում, տեղափոխելով հակաօդային պաշտպանության համակարգեր, այդ թվում հրթիռներ, բայրակթար անօդաչուների համար։ Ի դեպ թուրքական և պակիստանյան աղբյուրներն արդեն հաստատել են այս մասին տեղեկությունները, այնպես որ ստուգված փաստերի մասին է խոսքը։ Հնդկական լրատվամիջոցներն էլ գրում են, որ Թուրքիան Պակիստանի կողքին է այն ժամանակ, երբ տարածաշրջանային անկայունությունը մեծանում է։
Իդեպ Թուրքիայի կողմից Պակիստանին ուղարկված այս ռազմական աջակցությունը եկել է լրացնելու կարծես թե Չինաստանից արդեն նախկինում ուղարկված նմանատիպ օգնությանը, ըստ մամուլի տեղեկությունների անօդաչու թռչող սարքեր են Չինաստանից տեղափոխվել Պակիստան։ Հասկանանք թե որ երկրներն են աջակցում արդեն Հնդկաստանին։ Կրկին նախորդ թողարկմանը քննարկել ենք, որ Իսրայելից հայտարարություն է եղել, որ այս հակամարտության շրջանակներում իրենք իրենց աջակցությունը ցուցաբերելու են հօգուտ Հնդկաստանի եւ արդեն չնայած ոչ պաշտոնական տեղեկություններով, բայց մամուլը գրում է, որ եւ ամերիկյան եւ իսրայելական տարբեր ռազմական ինքնաթիռներ վայրեջք են կատարել Հնդկաստանում։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ուղարկած ռազմական աջակցության մասին թերևս այլ տվյալներ չկան, բայց բնականաբար եթե օգնություն է ուղարկվել, ուրեմն պատշաճ կերպով է դա եղել։ Իսկ լայնամասշտաբ պատերազմ կլինի թե ոչ։ Ամբողջ աշխարհում վերլուծաբանները ակնհայտ հետևում են տեղի ունեցող իրադարձություններին։ Եթե նախորդող օրերին, առաջին օրերին, այսպես ասած, բոլորը վստահաբար կարծում էին, որ լայնամասշտաբ, նույնիսկ միջուկային պատերազմի վտանգ կա, հիմա կարծես թե վերլուծաբանները մի քիչ այլ կարծիքի են, վերլուծելով մի քանի գործոններ։ Հնդկաստանի ղեկավարը ասում են, որ գիտակցում է, որ այո, ամբողջ Հնդկաստանում վրիժառության հակումներ կան բնականաբար եւ մեղադրանք եւ պահանջ իրենց առաջին դեմքի նկատմամբ, որ պատշաճ կերպով պատժի պակիստանցիներին եւ կանխի հետագա հնարավոր ահաբեկչությունները։ Եվ այո, գիտակցում է Մոդին բնականաբար, բայց ասում են, որ ոչ թե լայնամասշտաբ պատերազմի կգնա, այլ պատշաճ, բայց փոքրիկ հարվածներ կհասցնի։ Շնորհակալ եմ Այդա հանգամանալից վերլուծության համար, իսկ մենք շարունակում ենք թողարկումը։ Եվրոպական մի քանի երկրներում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Բելգիայում, Ֆրանսիայում զանգվածային հոսանքազրկումներ են։ Էլեկտրոէներգիան անջատման հետևանքով տարբեր քաղաքներում դադարել է երթուղային կայանների աշխատանքը, ավտոճանապարհներին քաոս է սկսվել լուսացույցերի բացակայության պատճառով։ Մադրիդում Madrid Open թենիսի մրցաշարի խաղերը ստիպված հետաձգել են։ Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ երկրի կիբերանվտանգության պետական մարմինը հետաքննում է միջադեպը եւ չի բացառել կիբերհարձակման վարկածը։ Իսկ պորտուգալական օպերատոր REN ընկերությունը հայտարարել է, թե էլեկտրաէներգիայի անջատումները կապված են Իսպանիայի էլեկտրացանցի հետ, որը խափանվել է հազվադեպ հանդիպող մթնոլորտային երևույթի հետևանքով։ Ըստ ներկայացվող այս վարկածի բարձր լարման հոսանքալարերը վնասվել են օդի բարձր ջերմաստիճանի առաջացրած անոմալ տատանումներից։ Եթե հաստատվի, որ պատճառը եղել է հենց սա, ապա բոլոր խնդիրները վերացվելու համար առնվազն 1 շաբաթ կպահանջվի։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթանակի 80-ամյակի օրերին Ուկրաինայի հետ պատերազմում հրադադար է հայտարարել, հայտում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ Հրադադարը կգործի մայիսի 8-ի կեսգիշերից մինչև մայիսի 11-ի կեսգիշեր, նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը այս ժամանակահատվածում դադարեցնում է բոլոր մարտական գործողությունները։ Ռուսաստանը կարծում է, որ ուկրաինական կողմը պետք է հետևի այդ օրինակին։ Կիևի կողմից հրադադարի խախտման դեպքում ռուսական զորքերը համարժեք եւ արդյունավետ պատասխան կտան, ասված է հայտարարության մեջ։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Վատիկանում պատասխանելով Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումը մեկնաբանելու խնդրանքին ասել է, որ Ուկրաինայի նախագահը ցանկանում է լավ բան անել իր երկրի համար եւ շատ է աշխատում։ Խոսելով Ուկրաինայի նախագահի հետ հիանալի մթնոլորտում կայացած զրույցի մասին, Թրամփը նաեւ նշել է, որ զարմացած ու խիստ հիասթափված է եղել նրանից, որ Ռուսաստանը Վլադիմիր Պուտինի եւ Սթիվ Ուիթքոֆի բանակցություններից հետո ռմբակոծել է Ուկրաինան։ Ի պատասխան այն հարցին, թե ինչ է ակնկալում Պուտինից, Թրամփը պատասխանել է. «Ես ուզում եմ, որ նա դադարեցնի կրակոցները, նստի եւ ստորագրի համաձայնագիր։ Կարծում եմ, մենք արդեն ունենք համաձայնագրի սահմանները եւ ես ուզում եմ, որ նա ստորագրի այն ու վերջ դնի դրան»։ Թրամփը նաեւ նշել է, որ Վատիկանում Զելենսկու հետ հանդիպումից հետո իրենց հարաբերությունները բարելավվել են։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ զրույցի ընթացքում շարունակվել է վերջին շրջանում զգալիորեն ակտիվացած ռուս-ամերիկյան քաղաքական երկխոսության առանցքային թեմաների շուրջ մտքերի փոխանակումը։ Հիմնական ուշադրությունն ուղղվել է ուկրաինական ճգնաժամի թեմային։ Լավրովն ու Ռուբիոն ընդգծել են բանակցությունների մեկնարկի համար ի հայտ եկող նախապայմանների համախմբման կարևորությունը, նպատակ ունենալով վստահելի ուղի համաձայնեցնել դեպի կայուն տևական խաղաղություն։ Անդրադարձ է եղել նաև միջազգային մի շարք այլ հարցերի, պայմանավորվածություն է ձեռք բերվել շփումները շարունակել բոլոր մակարդակներում։
Կանադայի Վանկուվեր քաղաքում մեքենայով մարդկանց բազմության մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի։ Իրավապահները միջադեպը չեն որակում որպես ահաբեկչություն։ Դեպքը տեղի ունեցել Ֆիլիպինյան համայնքի փառատոնի ժամանակ տեղական ժամանակով ապրիլի 26-ի երեկոյան։ Դեպքի վայրում ձերբակալվել է վանկուվերցի 30-ամյա մի տղամարդ։ Ըստ ոստիկանության նա բազմիցս հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով։ Ապրիլի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ոստիկանապետի պաշտոնակատարը հայտնել է, որ տասնյակ մարդիկ վիրավորվել են, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։ Զոհերի թիվն ըստ նրա առաջիկա օրերին եւ շաբաթներին կարող է աճել։ Ոստիկանությունն առայժմ չի պարզել հարձակման շարժառիթը։ Իրանի Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի եւ դրան հաջորդած հրդեհի զոհերի թիվը հասել է 40-ի, վիրավորների թիվը գերազանցել է 1000-ը։ Ապրիլի 28-ին Իրանում սգոր է հայտարարվել։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին պաշտոնյաներին կոչ արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել եւ հայտնաբերել արդյոք պայթյունը տեղի ունեցել անփութության, թե միտումնավոր գործողությունների պատճառով։ Ադրբեջանի եւ Իրանի միջև կապերի զարգացումը մեծ նշանակություն ունի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Նա նշել է, որ երկրների միջև առողջ հարաբերություններ կառուցելու համար անհրաժեշտ է ընդլայնել գործակցությունը, նաեւ զարգացնել համալսարանների միջև գիտական եւ մշակութային կապերը։ Հյուսիսային Կորեան պաշտոնապես հաստատել է ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի շրջանակում Ռուսաստան զորքեր ուղարկելը, հայտարարել է երկրի կենտրոնական ռազմական հանձնաժողովը։ Նշվում է, որ Կիմ Չեն Ընը հիմնվելով ներկա ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծության եւ գնահատման վրա եկել են եզրակացության, որ ներկայիս իրավիճակը վերաբերում է Հյուսիսային Կորեայի եւ Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի 4-րդ հոդվածին եւ դրա հիման վրա որոշում է կայացվել ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով զինված ուժերն ուղարկելու մասին։ Տեղեկացնելով ռուսական կողմին, Կիմ Չեն Ընը զորքերի ուղարկումը համարել է սուրբ առաքելություն ամրապնդելու բարոյացությունը երկու երկրների միջև, ապահովելու նրանց զարգացումն ու բարգավաճումը եւ պաշտպանելու իր պետության պատիվը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս, ցտեսություն։